Carlos, ուրեմն ինձ առել եմ թազա ավտո, ավտոն որն է, Ferrari-ն որն է, դիպալ, սեկոր գույնի իդեալական ընտրություն է, սազենքը, այսպես որ նայեք սազենքը իրար այդ ավտոյի հետ, ու որոշել եմ, որ ձեզի համար այսօր այս ավտոն նկարեմ unboxing, իմ կարծիքս պատմեմ դիպալ S07 230 Ultra-ի մասին, արդեն գիտի դա 10 օրի մոտ է, ու այսօր որոշեցի որ նկարեմ ձեզի համար, իմ տրսից նայեք մի, հետո կերտանք սալոն։ Զենքին բախտ է էլի, մոյկա է տվյոր եսօր նկարեի ձեզի համար, նստիսկը, սիձելնիգը ավտոմատ կահարմարվի քեզի իրա հիշողության ռեժիմին կուկա, անի եսօր ձեզի համար տվել էի մոյկա որ նկարեի, անձրև եկավ, կարճին բախտի մասին, երեխեք սրայի գույնը ես ընդրել եմ Deep Purple, սպիտակի հետ համադրած, չնայած որ ես ավտոն ունի նաև արանժվին, ու նաև ունի մուկ սերին, բայց ես ընդրել եմ այս գույնը, ըստ ինձի ճիշտ ընտրություն եմ կատարել, ինչ կսեք։ Եկեք նախ պատմեմ ես ավտոն ավելի շատ վարորդի տեսանկյունից, հետո արդեն կանցնեմ որպես բան էլի, պես պասաժիր, հայերեն բառը չկտա։ Նայեք որպես վարորդ այս ավտոն նոր դուք դիքշես շատ իդեալական, այս գույները բաները իրա կրնաս փոխես, իրա մենյուի միջից ստեղ դե իրա լուսամուտները հանելի ճսնել, այս բանն է շատ կայֆ, որ կնոպկով չէ Տեսլայի նման, այդ մեխանիկական է, ղեկի վրա ինքը ունի ձայնը բարձրացնել, իջացնել, ունի երկու հատ կնոպկա, որ նոր դու քու սիրելի ինչ որ ռեժիմը տնես, որ ինքը այդ ռեժիմի տակ աշխատի, էկրանն է բավականին հաճելի, բանի նման չէ, էլի, Լիսյանի նման են մեծ չէ, ես օրինակ այդ մեծ էկրանները չեմ սիրել, ինձ համար ինքսպես ավելի կոմպակտ է, ինտերնետս կախել է, ես արդեն SIM քարտը տեղադրել ենք, ռուսաֆիկացրել ենք, մնացել է մայստեր ակաունտ ենք, ի վсё, ստեղ ունիս հնարավորություն հեռախոսը զայրատկի տնելու, աղբեր ջան, ստեղ մեծ իրա բանն է, որ կոպեկներդ լցնես, բաժակներ տնես, ջուր տնես, ստեղ մեծ, շատ մեծ, ունիս բարդաչոկ, աղբեր ջան, ստեղ իրա տարակներն են, տակից ունիս հնարավորություն USB-ով ամեն ինչ միացնելու, ինքը լավ, լեն, բոլ ավտո է, ու հա, պրոյեկցիայով է, ստեղ այսինքն չունիս, ես չեմ սիրի այդ օրարագություն բան, սպես անընդհատ աչքիս երևա, այս պրոյեկցիան է նոր կոնկրետ իմ համար լավագույն տարբերակներից մեկն էր։ Իսկ մի արեք երտամ Մայենկան ավեսոր, OSS լուսամուտի վրային երկատի կպրտրիկը չկա էլի, մենակ սպես ինքը պանուն է, լուսամուտն է, ուրեմն այս ավտոն սելեմ ու հելիքս եմ, ավելի շատ նախատեսած է շոֆերի կողքի մարդու համար, բացատրեմ ինչի, որովհետև ունի 0 գրավիտացիա, այսինքն դիք ես կնոպկեն է, մինային գիշկի ունի, ոտները կրնաս անես, տրվիս, սաղ ճամպին կնիս, իսկ շոֆերը ընդեղ պախատեն է։ Գնացի քնելու, այս ֆունկցիան է նոր իմ համար ամենա իդեալականն է, ջոկիկ, այսինքն երկար ճանապարհ ես տրուց, սիկ կնաս միացնես, քեզի համար քնից, ընդեղ քու շոֆերը արդեն վարորդը դիրա վարորդական հմտությունները են են, իսկ ստեղ փռված քեզի համար քնիս, սիձելնիկները սաղ բան է, հովացում, տակացումով է, համ տուտուսիկը հովացն է, համ է տուտուսիկը կբանել է, տակացնելի, ամենակարևոր մասերը միշտ տակ բայոր չվեր չմնաս, այդպես ավտո է, դաժետիկ մտածած է, ստեղ էլիս ես նստիսկը էկրանակ ֆրագը քեզի, այդ ֆունկցիան այսինք է կնաս միացնես, որ ֆրագ քեզի, կրնա ֆրամենակ բանին, թերմշին, այսինքն վարորդին, ու կրնայանի մեջտեղում, որ ետևին նստող թերմշներն էլ բանել են, կրնան նայեն էլի, յութուբից Չինացի նրանցի շոր, հենց որ գործեն եմ ես ավտոյի վրա, ես շորը հակնիմ, այդպես դուր թագեմ նայք սիրուն եմ ես ավտոյի մեջ նստած որպես Ուրեմն
երախեկիս եմ արեկլեմի ամեն այն յեդևը թե ինչ է Ցելոֆոնները հələ վրան է չեմ անե կծիպ չեմ պրոստը ձեռս չէր տարկոգ եմ ցելոֆոնները այնց նայ ինքը բավականին լեմպոլ է գլուխները չտան այս անդեր սիդելնիկը լավ հետ է տված բայց նայ ծգների մասում ինչ կան տեղ կա այստեղ կա նաև մենյոր կրանաս կառավարես թեմատի սիդելնիկը պեչկերը կառավարես տակը ծնես հով ծնես մով ծնես հով ծնես տակ ծնես հով ծնես մով ծնես իսկ պլանշետի տեղն է այստեղ պլանշետը կախես ավտոդկամի ծնես չի լսվի ես մնացի մենակ այստեղ որպես պասաժիրո դեզի ներկայացնեմ ուրեմն նայեք այստեղ ինքը այս բանի տեղ է ու դեռ կնաս պլանշետ անցնես ու կինո նայես ցանկալի որ մենակ կինո նայես ախպեր ջան այստեղ բանկալես պիլյոնկեն չեմ կոգե այստեղից կնաս կառավարես սիդելնիկը հետո առաջ ենես կնաս պեչկերը միացնես կնաս նաև բացես բանես զոնտիկը անունին չէ պանորամային տանիքը Ես օրինակ Տեսլան չունի այդ հնարավորությունը, այսինքն Տեսլային միշտ բաց է, իսկ տիպալ S07 տարբերակը կարողանում ես բացես նաև քո պանորաման, բաց քշես, հետո ուզենաս փակես։ Սեկո շատ սիրուն է, իմ խաղալիքս է։ Անունը չեմ որոշել, կնանք մեկնաբանությունների բաժնում իրան անուն տակ, թե իրան ինչ անուն արժե տնել։ Իմ հետ է, կնանք ընձի նաև իրանցից նվիրեք լիքը, որովհետև որոշել եմ ես ավտոյի մեջ լիք ունենամ սպես խաղալիքներ։ Պես, երեշտանք բայ թե կռուկը մերկուս կշենք իրար հետ։ Երեխեք չիդեմ, ես շատ կոեմ, լուր չկսեմ, ես երկար ժամանակ նայի գտե ինչ ավտո առնեի ընձի ու չէի կողմնորոշվի ու սիկ ենոր իդեալական տարաբերակ է, ես չէի ուզե առնեի ինչ-որ վարած մեկենա, ես կուզեի առնեի ամբողջությամբ նոր մեկենա ու չէի հասկնա ինչ առնեի, այս տարբերակը այնոր կոնկրետ լուր չկսեմ իդեալական որոշում եմ կայացրել, ես ընձի կսեմ որ կևս կյանքս ուդեմ քեզի Եթե դուք եք կուզեք առնիք ավտո ու մտածեք տիպալ S07-ի մասին, ես դեզի միանշանակ խորհուրդ կտամ առնիք հաստատ ու վայելեք, որովհետև ինքը այնոր շատ լավ ավտո է եւ որպես վարորդ ինքը լավ է եւ որպես պասաժիր այնոր դու իր մեջ կոնկրետ քեզի լավ կզգաս։ Շատ լավ ավտո է։ Եկեք այստեղ քշենք։ Նամեք քշելով նայենք։ Վարենք, լավ, վարենք։ Ուրեմն երախեկիս եմ ինքը սովորական տեղինը չէ, չգիտեմ սպասք երևա թե չէ, տեղին մարկարիտն է, ավտոն սև պանամարամարային տանիկով, անվահեծերը 19 է, այս լույսերը այնոր շատ լավն է, ես այնոր անկեղծ շատ եմ հավն է, ինքսպես դիմացից որ նայես կես ավտոն կոնկրետ ինչ-որ Lamborghini եղնի, սեկո շատ սիրուն է։ Անձրևի ժամանակ էլ է շատ սիրուն, մռայլ եղանակին, չիդեմ ինչ եմ, ես ձեզի խորհուրդ կուտամ, եթե որոշել եք առնիք հիբրիդ կամ էլեկտրական ավտո, հաստատ տիպալ S07-ը ամենաճիշտ տարբերակն է։ Միացրել ես։ Եկեք մի ելինք վարենք, այս մեկ էս էլեկտրականները գիտեք ընձի ինչն է ամենաշատը, դեզել է կոնկրետ, նիկ որ չկա այդ ստարտ ստոպի կամ ինչ որ բալնիկ մծնելու անդերներ, հա բալնիկը մոռացած ձեզի ցույց տա, բալնիկը նո շատ սիրուն է, հələ մի ամաշեք շատ սիրուն է բալնիկները, հա ինչ կուզեիցեի, նստիս կա ավտոն ախպեր ոտ է տնես, կա տորմուսին վсё արդեն ավտոտ բան է, խոդին գած է, պատրաստ է վարման, կավում ենք մեր ամրակոդին, մեր սիրելին ասում ենք սիրելիս դուք ևս պետք է կապեք ցավոք սրտի թե բարեբախտաբար ձեր ամրակոդին, որովհետև միշտ պարտադիր պետք է կապել ամրակոդի, ով չի կապե ամրակոդի, չի կարելի երեխեք ջան, կապեք ամրակոդին անկեր է փերգմ ախպեր, այդպես ելեք մի ելինք բարենք, ոչ ցեն կա, ոչ ցուկ կա, մեքենան ահա որ փափուկ է, ահա որ Ինչ Սպասի ամրակոդի դեսրավ լմյատ մեջ բաներ, հա, եղես Կամ քուրս էլ ինչի դեմ դիք դես բաներ դու պիտի որոշես ես ով եմ որոշեմ քինացինք Ներ օպերատորը չգիտեմ ինչ կսեր, բայց սեմ ձեզի օրես կորոսնոս տեղից է դիք շատ կայֆ մոմենտ է որ BID-ի նման կամ մյուս էլեկտրականների նման այս բաներից չէ, էլի ստեղաներից չէ Այստեղ կողքից է իմ առաջի ավտոն եղել է Mercedes-ին սել էր էլի ստեղից ու ինքը շատ հարմար էր Ինչ կուզեմ ձեզի սա ձենում, ինքը ահա որ փափուկ ավտո է, կարելի է դաժե համեմատել Լիսյանի հետ փափուկության առումով
շատ կայֆ փափուկ ավտո է։ Տեսնիկը, ձենցուկ չկաս, ինչ որ լսեք անձրևի ձենն է։ Իր պավառոտը շատ լավն է, ամեն դեպքում Mercedes չէ, եթե Mercedes-ի հետ ինչ որ համեմատես, ավելի լավ է, չեմ համեմատես, որովհետև Mercedes-ի պավառոտին ինձ գտվա ինչ մի ավտո չի կրնա հասնի։ Բայց բավականին լավ պավառոտ ունի։ Մի օրինակ չգիտեմ, նայեք դյանցնինք բան, արհեստական անհարթության վրայով։ Իրա մեջ նստա տիկ ապով քեզի համար կանցնից իր ռիվոկ բանն էլ է շատ լավը։ Вообще չես խեղճնամ, անավատ ճանապարհին, երբ որ պիտի արագ վազանցենես, իրանով շատ հանգիստ հեշտ այդ վազանցը կենես, չես ելնի մալի պես մնաս պես արագ ենոր։ Արագ քեզի համար ճռռոցնես, ֆռռոցնես, կենես, կանցնես։ Այդ առումով էլ ինքը բավականին հաճելի լաուրա ունեցող ավտոմեքենաստերից պիտի խախտում չեմ էնելա եկավ մտավ ֆրանկ այդպես աղբերներից եմ այս ավտոյի միակ թերությունը անկեղծ պիտի եղնի ու ձեզի պիտի սեմ իմ համար այդ թերությունը լիքը մարդիկ կարող կսեմ չէ օրինակ ինձի դուրք կա բայց ես չգիտեմ, այսօր քանի որ ես բարձր երաժշտություն լսող եմ, իրա բանն է, դինամիկների բարձրությունն է, բարձրախոսների, բայց դիգել իմացել եմ, որ 20 օր update-ի խնդիր է, այսինքն երբ որ իր նոր թարմացումը հելավ, իր ձայնը ավելի կբարձրնա։ Մնացած առումով ինքը նոր, չգիտեմ, շատ լավն է։ Ես մտածեի, որ ես չպետք է սորվիմ բարձր ավտոյի, ես միշտ սեդան եմ քշե, իմ առաջի ավտոն որ ես պիտի վարեմ բան crossover բարձր ավտո, բայց ցեմ ծեզյոր ես բավականին արդեն հարմարվել եմ, նոր դաժե չգիտեմ, մյուս մեքենա սորից հետո հաստատ էլի պիտի առնի բան բարձր ավտո, որտեղ դու ինչ-որ երթևեկության մեջ է, որ բարձր ավտո քշես ավելի, ասես դու կրանաս կոնտրոլ անես այդ երթևեկությունը, սա քեզի համար ավելի բան է, կոնտրոլի տակ է։ Սեդանի դեպքում չկա էլի, այսպես ընկած ավտոյի ասֆալտի վրա կերտաս։ Այս իրա ցենն է, չտեմ կլսվի թե չէ, երաժշտության ցենն է, այդ մոտորի ցենը երաժշտության ցենով է փոխարինվե։ Այդպես գծերի ճանաչումը դիք գիտեմ որ գիտեք։ Այս ավտոները իրանց գնի մեջ ամենա իդեալականն են, ասենք եթե պիտի առնիս հիբրիդ կամ էլեկտրական ավտո, հաստատ ես խորհուրդ կտամ առնիս դիպալ, ոչ թե օրինակ Tesla, որ նոր մենակ տոկով է ու արդեն դիզի անկեղծ եմ էլի, նոր չնեղեցներով ոչ մի Tesla-ի վարորդի, բայց ասենք Tesla-ն անցավ Tesla-ի դարը, որովհետև ասենք ինչ առնից սկսես Tesla, չգիտեմ որ մոդելը, նոր իրա տեսքը բանը ստանդարտ է դարը, հա, սպես եմ ձեզի ավելի որ ճիշտ արտահայտվիմ։ Իրա հետ համեմատելու, ասենք օրինակ դիպալի հետ համեմատելու իմ համար Tesla չկար, ես արտաքին իրա տեսքը, ներսից իրա տեսքը համեմատեմ։ Այդ Tesla-ի քծիբությունը իմ անձի դուր չի գար, մենակ էկրանն է ու ռուլն է, այսինքն ուրիշ հեշտ բան չկա։ Իսկ այս ավտոյի մեջ այնոր կարելի է ասել ամեն ինչ կա, որ դու քեզի կդրում բան զգաս, լավ զգաս։ Ես կդրում հին եմ կարելի ասել ու ինձի այդ հնությունները հա դուրք ու կար ավտոյի մեջ, չգիտեմ, 2-3 կնոպկա ավել եղնի, ոչ տեսենք, չգիտեմ, նստիս ավտոն, մեկ էկրանն եղնի ճպծրած ու մեկ է ռուլը, այդ առումով չգիտեմ, Լիսյանի առումով է, Լիսյանն ես կուզեի, սկզբանի ես կնայի Լիսյան կամ Սիկ, Լիսյան L6 կնայի առնեի ինձի, բայց ինչի չընտրեցի վերջնական Լիսյան, որովհետև Լիսյանը ավելի մեծ է իր գաբարիտներով բանը, իսկ Սիկ ավելի սպես, չգիտեմ, ջահելական է, էլի ավելի մեր տարիքի մարդկանց համար է նախատեսված։ Լիսյանը ավելի մեծ է։ Դրա համար իմ ընտրությունը վերջնական կանգնավ հենց դիպալի վրա ու թե գույնի առումով տեսակ տեղին գույնն եմ ընտրել, որովհետև ես գույն կսիրեմ, ես չեմ սիրում ավտոն կեղնի սև, սպիտակ, մոխրագույն այդ ստանդարտները կդորում հոգնել եմ 4 հատ ավտո եմ ունեցել, առաջի ավտոս եղել է սև, երկրորդ ավտոս եղել է սպիտակ, երրորդ ավտոս եղել է կարմիր, չորրորդ ավտոս ինքն է ու եղել է սպիտակ։ Ասեք թե ամենաշատը ձեզ ես ավտոների մեջ ինչը դուրք կա,
Նաև կրնակ գրեք թե ձեր համար որն է մյուս այս ավտոների համար ձեր կարծիքով եւ այլն այս դրությամբ եւ առավելությամբ եւ սուբսիդավորման եւ տեսանկյունային համարժեքության աստիճանով կամ եթե կուզեք, չգիտեմ, խորհուրդ կրնակ գրեք մեկնաբանության բաժնում, ես ուշադիր կեղնեմ ու կսեմ, եթե ինչ-որ բան բացեմ թողել ձեզ հետաքրքիր իմանաք այս ավտոներից, ես մեծ հաճույքով կքիսվեմ իմ կարծիքով։ Իրա շումապադավլենյան էլ է շատ լավ, այսինքն դրսի ձեները կարելի է ասել ներսում չես լսե, երկու սլո է պատուհանները, այսինքն մեկ սլոյանի պատուհան չէ, երկու սլո է պատուհանները, դրա իսկ համար դու ավելի բան ես էլի մեջը, ձեներից ազատված ես, դրսի ձեները չես լսե։ Եվային եղանակ է, ինչպես նկատեցիք, պրոյեկցիան չտեմ կերևատե չէ ձեզի, պրոյեկցիայով է արդեն իսկ ասիել եմ, ես արդեն հարմարվել եմ, ես կմտածեի որ չպետք է հարմարվեի պրոյեկցիային, բայց արդեն հարմարվել եմ ու անկեղծ նոր իդեալական է, երբ որ էստիմացի հատվածում հեշմից զրտիկ-փրտիկներ չունիս։ Իր էկրանն էլ շատ հարմար է, կառավարելը բանը, գնաս երկերները փոխես, նայես, ղեկավար թեթև, նոր կոնկրետ առնես ու վայելես այս ավտոն տեսը։ Բավականին նոր մրցունակ ավտո է արդեն իսկ այս ավտոն, համեմատած այդ էլեկտրականների հետ, էլեկտրոավտոների հետ, BYD, Լիսյանի, Տեսլայի, բոլորի հետ կարելի է ինքը կհամեմատվի ու ավելի առաջատար է։ Սեպանը նոր գիտես որ տեղին սիրունիկ ավտոյով կերտած, որ հաճելի է, հաճելի։ Գցակ ցեները բաներ հետ բան չկա, ես կոնդիցիոները միացրեք, աղվատ հետև ինչ որ ցեն լսեք, դի կոնդիցիոների ձայնն է։ Էլ բան չկա անկեղծած, չեմ ուզած ձեր գլուխն է տանիմ։ Իմ անբոքսինգը այս մեքենայի էսկանն էր։ Եթե հավանեցիք սեղմեք լայք, բաժանորդագրվեք, թողեք մեկնաբանություն, ախպեր, եթե կուզեք սպես վիդեոներ էլ տեսնեք, ախպեր պատիլիցա եղեք։ Սկացեք։ Կարող ես կուլ ձել էկրան, հայ, փոխեցի մի ամիտ։ MB Դու համ կաղցեր, համ դարը ոնց որ գինի, երկուս էլ Ոբշեմ, սկանը, սիրուններս, կաղցերներս, համովիկներս Սպասեմ գնայեմ ձեր բաներին, այդ լայքերին ու կոմենտերին Եթե վիդեոն էլ ունեցավ տեսնամ է 1 միլիոն դիդում խոսք դամ որ այս ավտոն խաղարկեմ ձեզի համար Եթե ունենա այս վիդեոն 1 միլիոն դիդում խաղարկեմ գ ձեր մեջ նվեր կդամ ինչ-որ մարդուն Եթե ունեցավ 1 միլիոն դիդում Բայց ես ասեմ որ չի ունենա էլի 1 միլիոն դիդում ու դա համար այսպես ռիսկով խոսամ բայց մաշտես մեկ է տեսար բռնիկ ըմպես ռիվերեցի կորսենք 1 միլիոն դիդում ունեցավ այս հոլովակը Ինչ գիտես եթե չգիտես Սկանը լավ մնացեք, պակա